Որ ասում են չկա արդեն հաց, ինչ ենք տանում, մի փոքր սենց ամանի մեջ պուր գնում էինք ուտելիքը տալու, տեսնում որ չկա այլևս այդ տատիկը, մահացել է, իմ հողը սմոզում մեռնի։ Շատ բան չենք հայել, որովհետև կար վախի զգացումը, տեսնես մերոնք են կրակում, թե իրանք, մերոնք, թե իրանք, ամենադաժան օրը պատերազմի հաջորդ օրն է լինում։ Գերի են տանելու, ողջ են արդյոք թե չէ, ուղարկավորեցին հաջորդ օրը ճանապարհը բացվեց, չէինք շտապում դուրս գալ ընդհանրապես։ Ավազակների նման դեղատներն էինք ջարդում մտնում, մարդիկ լացում էին, գոռում էին, ինչ-որ շատ դաժան ֆիլմի կադրեր էին։ Սև մոխրոտ մի տղա ասում է մամ, առաջի ծնունդս է, երբ որ ես էի ծաղիկ տանում։ Սարգսյան Գայանե, 29 տարեկան, 28 տարի ապրել եմ Արցախում, ծնվել եմ Ստեփանակերտում 94 թվականին, հայրս միշտ ասում էր, որ խաղաղության աղավնի ես, որովհետև արդեն խաղաղ Արցախում եմ ծնվել, կամավորությունը իմ կյանքում շատ մեծ դեր խաղաց ու նաև փրկեց ինձ, որպեսզի շրջափակման ընթացքում ես կարողանամ ինձ օգտակար զգամ, դժվար փուլ ենք անցել բոլորս այնտեղ, հատկապես այն կամավորները, ովքեր որ 15-16 տարեկան էին ու ովքեր որ երևի թե պատրաստ չէին նման դաժան կյանքի այդ տարիքում։ Արցախում բացվել էր բարեգործական ճաշարան։ Ինիցիատիվան Ռուբեն Վարդանյանի կողմից է ստեղծվել։ Արցախում նման բան չկա ու չեմ կարծում, որ կարող է մենք մտածեինք նման բան անկեղծ ասած։ Մենք կարող ենք ոչ սննդի փաթեթներ մի ձև պատրաստ էինք, մարդկանց տենք, բայց այն որ ինչքանով է ճիշտ նման բան կազմակերպել, որտեղ պետք է ռեսուրսներ խնայել, երևի թե չէինք մտածի, չգիտեմ։ Դրա համար միանգամից ոչ բոլորիս մոտ ճիշտ կարծիք ձևավորվեց, որ պետք է այդ ամեն ինչը, հետո ընթացքում հասկացան։ Առաջի օրը գնացի ու գիտեք ինչն էր ավելի շատ տպավորվել, տատիկ պապիկները կանգնած իրար հետ զրուցում են, հիմնականում տարեցներն էին, որտեղ իրանք չէին ի վիճակի գնալ, կանգնել հերթ եւ այլն, ու զրուցում էին իրար հետ, պատմում էին ինչ-որ պատմություններ ու ուրախ էին կարծես, շատ ուրախացա, որ հենց դրա շնորհիվ նաև շփում կունենան իրար հետ, ու հետո տեսա, որ փոքրիկ երեխաներ են գալիս, մտնում ու ընդհանուր այդ մթնոլորտը ավելի շատ հետաքրքրություն էր առաջացնում, ավելի շատ այդ դրա կարիք ունեինք, որ մենք իրար հետ հավաքվեինք, այդ տարբեր սրտերը, հոգիները մի տեղ լինեին ու տենց մի տաքուկ տեղ էր ստեղծվել։ Շատ երեխաներ եմ հիշում, որ լինում էր, որ դպրոցից հետո էին գալիս, ասված եմ մի բան տվեք ուտեմ, որ ասեն, գիտեք ինչ մթնոլորտ էր, որ դպրոցից հետո գալիս ես տուն, մամ մի բան տուր ուտեմ, այդ էր արդեն ստեղծվել, այսինքն ընտանիք է դարել։ Շատերը արդեն իրար ճանաչվում էին, ամեն օր դե գալիս տեսնում էին։ 400-500 նույնիսկ կարող է շատ ամեն օր տարբեր է լինում, բայց շատ էին գնում, դե այնքան շատ, որ երկրորդն էլ բացվեց, այսինքն հասկացան, որ քաղաքի ներքևի մասում էլ կարիքը կա, որ բացվի, որտեղ մարդիկ արդեն ասում են, որ օրինակ Հեքիմյանից բարձրանալ վերևի մասը դժվար էր ավելի, չէին կարողանա հաստատ։ Կամավորներն էլ ձևավորվեցին հենց պարոն Վարդանյանի երիտասարդական ճյուղի շնորհիվ։ Սկզբում հացեր էինք բաժանում խանութներին, այսինքն վերցնում էինք հացի փուրից, տանում խանութներ, որ մի քիչ մեղմատնենք հենց հերթերը։ Հետո հացի սուխ խնդիր առաջացավ Արցախում ու արդեն չկար, գնում էինք փուր, ասում են չկա արդեն հաց, կամ հերիքում մենակ այդ փուրի մոտակա շենքերին, ժողովրդին, դրանից հետո բացվեց ճաշարանը, սկսեցինք արդեն սնունդ տանել, մեծ ցանկ ունեինք, երևի 100-ից ավել մարդ կար, ովքեր ի վիճակի չէին գալ, հասնել այդտեղ, մի մասը հեռավորության պատճառով, մի մասը, որ իրենք քայլելու խնդիր ունեինք նույնիսկ մարդիկ, ովքեր որ տեսողության խնդիր ունեն, չեն տեսնում, այսինքն մենակ հաստատ չեն կարողանալ գա, ու ստեղ արդեն մշակվեց մի սիստեմա կամավորների, տարբեր տարիքի երեխաներ էին 14-15 եւ այլ։ Բոլորը գիտեն մեզ, այն ռոզովի վելոսիպեդը գալիս էր, արդեն սենց առաքիչների նման ծիծաղում ենք, ասում ենք հենց շրջափակումը ավարտվի, բան ենք բացելու, առաքման կետեր ենք բացելու ու սկսելու ենք այդ գործով զբաղվել, որովհետեւ լավ ստացվում էր մեր մոտ։ Ամբողջ Ստեփանակերտը ման էինք գալիս։
ամեն մի անկյուն գնում էինք ու միշտ որ ասում ենք Ստեփանակերտը փոքր է, ասում ենք չէ, որտեղ այնքան հոգնած ենք հետ վերադառնում։ Հիմնականում գնում ենք տալիս սնունդը դուրս գալիս սկզբի ժամանակները, հետո հասկացանք, որ իրանք նաև կարիք ունեն շփվելու ու խոսելու մեր հետ ու պատմում են իրենց սիրո պատմությունները։ Այնպես էին պատմում, կարծես 3 ա եղել այդ ամեն ինչը։ Նամակներ են ցույց տալիս իրենց, ասում ոչ մի տեղ չասել, բայց այնքան էի սիրում ու սեն պատմում էին։ Ասում ջե մեր ժամանակվա սերը ձեր նման չէր, դուք հիմա իրար հետ ման եք գալիս, շփվում եք, մենք ասում թափուն հերմից իրար էինք նայում։ Օրինակ ունեինք շատ հետաքրքիր զույգեր, որ գրքեր են իրենց սիրելիների մասին գրել, էտել են մեզ ցույց տալիս։ Սկզբում մտածում ենք, որ մենք հերոսական ինչ-որ բան ենք անում, ապրենք մենք, հետո ընթացքում դու հասկանում ես, որ ուղիղ հակառակն է կատարվում, ոչ թե դու ես բարի գործանում, քո նկատմամբ են բարի գործանում։ Մենք ինչ ենք տանում, մի փոքր սենց ամանի մեջ կուրկուտ, ավել ոչ մի բան, բայց այնպես էին մեզ օրհնում, այնպես են շնորհակալ մեզ, որ իրենք նույնիսկ այդ վիճակում, նույնիսկ այդ դժվար պայմաններում, որ հաստատ այդ մի հա օգնում էինք ծնունդով, բայց այդ լիարժեք չէր, բայց ինչպես են իրենք դրա համար գոհ ու ես իրենցից այդ եմ սովորել, որ չնայած ամեն ինչի լինել շնորհակալ ամեն ինչի համար։ Այն ժամանակ, երբ որ 200 գրամ հաց էր հասնում ու ես ահա որ ինձ վատ էի զգում, որ երևի 2-3 անգամ եմ հետ կանգնել, այն էլ ոչ իմ ընտանիքի համար ու նեղվում է, որ իմ տեղ գնում է մամաս, պապաս, եղբայրս ու ես չեմ գնում ու միշտ ասում եմ, որ ես հաց կերա այնտեղ իբր աշխատավայրում, բայց այնտեղ էլ բան չկար ու ասում է, չէ, ես կերել եմ, դուք կերեք, որովհետև դե ուզում եմ օրինակ տանը փոքր երեխա ունենք 5 տարեկան, ով որ ամեն ինչից զրկված էր, ասում եմ գոնե դա լիներ ու իհարկե իրան էինք տալիս։ Մի խաղ էինք մտածել մենք տանը, որ ընտանիքի անդամներից բոլորը ստորագրել էինք ու փոքրիկի համար ինքը սենց լուրջ ինչ-որ փաստաթուղթ էր թվում, որ հենց շրջափակումը ավարտվի, ինչ քաղցր ուզես քո համար գնելու ենք ու իբր սա ստորագրում ենք, որ հա անելու ենք այդ ամենը ու տենց խաղում ենք ընթացքում ու փորձում ենք այնպես անել, որ երեխաները չզգան ինչա կատարում իրականում, որովհետև գոնե իրանք այդ ամեն ինչը մի քիչ ավելի թեթև կարող են տանել։ Մեծ խնդիրը այն էր, որ չգիտենք ինչքան երկար է դա տևելու։ Մեր կամավորությունը այնքան երկար տևեց, որ ընթացքում մեր ցուցակից մարդիկ էին բացակայում։ Գնում էինք ուտելիքը տալու, տեսնում, որ չկա այլևս այդ տատիկը, մահացել է։ Ցուցակները ես էի համակարգում, դժվար էր ջնջել։ Այնքան ենք մտերմացել, որ մենք ասում ենք, մենք այլևս չունենք իմ ու քո տատիկ պապիկը, մենք ունենք մեր տատիկ ու պապիկները, ամենահայտնի ուտելիքը մեր, որ մտածում ենք արդեն մարդիկ հոգնել են երևի կուրկուտներ, որտեվ ինքը շատ սննդարար է, այդ կար այդ ժամանակ Արցախում ու սննդի այսպես բազմազանություն ընդհանրապես չունեինք։ Մեկ-մեկ իրենց տեղ գնում էինք հերթերի կանգնում, այն դեղորայքը, որ իրենք կարիք ունեին, չկար, չէին կարողանում գտնել։ Շատ հաճախ է լինում, որ մտածում են, որ մենք ամբողջ քաղաքը չենք նայել, ասում են, էս էլ ես նայել, էս ապտեկան էլ ես գնացել, ամեն տեղ էինք գնում ու այնքան դժվար էր գնալ ասել, որ չէ, չկա։ Գնում ենք ինչ-որ տատիկի մոտ, ով որ սենց գրպանից, սենց հին ինչ-որ կոնֆետ, հին նկատի ունեմ այն կոնֆետները, որ հիմնականում երիտասարդները չէին ուտում, բայց սենց մեզ էին տալիս, այս քո համար են պահել ու մենք էլ էինք դարել իրենց համար հարազատ թորնիկներ։ Ու այնքան սենց հետաքրքիր կոալիցիա է ստեղծվել մեր կամավորներ, տատիկ պապիկներ ու հիշում եմ հիմնականում ասում են իմ հողում ուսումոզում մեռնիմ։ Այսինքն իրանք գիտեին, որ մեծ են արդեն, երևի թե երկար չեն ապրի ու այնքան էին սպասում, որ հենց իրենց մահը լինելու է իրենց հողում ու ասում են այդ ժամանակ էլ չէին թողնի մեր երեխեքը գան մեր մոտ։ Կարծում եմ, որ շատ բան փորձել ենք անել։ Շատ բան չենք արել, որովհետև կար վախի զգացումը։ Վախի զգացումը ոչ թե քո կյանքի համար, այլ այն պատասխանատվությունը, որ դու առաջնագծում կանգնած են մեր պապաները, մեր եղբայրները, մեր ընկերները ու եթե դու մի սխալ քայլ անես հրապարակում կանգնած, քո հետ բան չի լինի, իսկ իրենց հետ կլինի։
հենց այդ վախը կար մեկ, որ մտածում ենք կարող է էս անենք կամ չանենք, մեզ ասում են, որ ակնայից բացվելու են դռները ու բերելու են հաց, ու ես հիշում եմ, որ ես գիշերով գնացել ենք այնտեղ, որ ասենք, որ չենք ուզում, որ ճանապարհը բացվի, ես հիշում եմ իմ փորը ինչպես էր ցենանում, ու ես ստոված էի, ահա որ ասենց մի պահ կարող եմ մի քիչ հալուրվեցնեմ, ընդ կատակովի մեջ արդեն հիստերիկի նման էինք այդ ամեն ինչին վերաբերում, բայց ինչ ենք անում մենք, ու գիշեր էր ու վախ էր մեր մոտ, ինչ ենք անում մենք ակնայում աղջիկներով հավաքված, մեր խումբը տենց աղջիկներ ենք հիմնականում գնացել, ու ստոված գնում ենք, ասենք, որ մեզ ոչ մի բան պետք չի, մի պահ լույսերն անջատեցին, մենք արդեն ցենց այնտեղից մարդիկ խոսում են, շուշուկներ պես ամոթնելու են, մեզ կոտորելու են այստեղ բան, ու տանը չէինք ասել, որ գնում ենք այնտեղ։ Ու ասում են նույնիսկ տեղներից չեն իմանա մեր ծնողները ինչ ենք անում մենք հիմա այստեղ։ Մենք ամեն դեպքում մինչև այս ցույց տվեցինք, որ պատրաստ չենք հպատակվել թշնամուն, պատրաստ չենք թշնամու հետ ապրել, պատրաստ չենք սննդի պատճառով կամ ինչ-որ նման բաների պատճառով, որ կարիք ունենք իհարկե, բայց ամեն դեպքում մենք ունենք մեր հստակ դիրքորոշումը, այդ դիրքորոշումից չենք անցել, այդ դիրքորոշումը պահում ենք մինչև էջ։ Երբ որ այդ ստորագրահավաք սկսվեց, ոչ էթնիկ զտմանը, անդադ կարդում եմ, ասում եմ, ինչ էթնիկ զտում։ Գիտեմ ինչ է էթնիկ զտումը, բայց ինչ էթնիկ զտումը, անդադ ինձ հարցնում է, արդյոք հնարավոր է նման բան, չէի պատկերացնում, որ մեզ իրոք մենակ կթողնեն։ Օգնության սպասում էինք, անկեղծ ասած։ Ես հիշում եմ, որ ասում եմ, մեր տղաները մի քիչ ձգեն, կկարողանան, ու ամբողջ գիշեր այդ ձայներից լսում ենք, տեսնես մերոնք են կրակում, թե իրանք, ամենադաժան օրը պատերազմի հաջորդ օրն է լինում։ Երբ որ ցանկեր են լինում, երբ որ դու այդ ցուցակներում արդեն փնտրում ես քո հարազատներին, ու ամեն րոպե վախենալով զանգին ես պատասխանում կամ ինչ-որ ասեն մտերի մտքեզ պապատ դեպի քեզ մոտենում է ու հայացքից փորձում ես հասկանալ ինք ուղղակի մոտենում է ինչ-որ մի բան հասնելու, թե ինչ-որ մի անուն ասելու, ու ամենադաժան օրը իմ համար էր, երբ որ իմացա, որ մեր գյուղից շատերն են զոհվել, Առաջազոր գյուղը պաշտպանելուց զոհվել է իմ մամայիս եղբայրը, հետո իմացանք, որ այն տղաները մեր գյուղը, ովքեր որ ծառայում են բանակում, մեծամասնությունը շրջափակման մեջ է ու ոչ մեկից ընդհանրապես նորություն չկա, այսինքն չգիտես ինչ են անելու, գերի են տանելու, ողջ են արդյոք թե չէ, առավոտ ժամը 5-ին ընկերուհուս կողմից Telegram-ից SMS եկավ, չէի ուզում բացել, որովհետև գիտեի, որ եղբայրը բանակում է ու եղբորը հետ ինքը ահավոր շատ կապված էր։ Իրենց ընտանիքը Շուշիից էր, տեղահանվել էր Շուշիից, 6 երեխա էին, դժվար կյանք են ապրել ու կարծես իրենց կյանքում ինչ-որ մի փուլ է եկել, երբ որ կարծես լավ են։ Ու իրենք ամբողջ շրջափակումը հող էին մշակում, բոլորին ձեռք մեկնում, հիշում եմ սենց փոքրիկ գազարներ էր տալիս, որ եղբորս որդուն տամ, այսինքն իրենք ամեն ձև փորձել են բոլորին ինչ-որ մի ձև օգնել ու արթնացա, համարյա չէինք քնում ուղղակի, սենց աչքերդ փակա, արթնացա ու դրեցի հեռախոսս, որովհետև չէի ուզում կարդալ, գիտեի մի բան կլինի ու գրելա գա երեխան չկա, երեխան եղբոր մասին էր խոսում, երբ որ մարդիկ Հայաստանում արդեն միտինգներ են անում, որ բացեն, որպեսզի մենք կարողանանք այնտեղից դուրս գալ, ծրտի խորքում չէի ուզում, որ բացեն, բայց հիշում եմ, որ ինքը խնդրում էր, արի մի բան անենք, շատ եմ խնդրում, արի մի բան անենք, ու կոպիտ ասած երազանքը, որ գոնե եղբորը հանեին, ոչ թե այնտեղ ուղարկավոր էին, բայց չստացվեց, որովհետև այդքան տեղ չկար, չէին կարողանում բոլորին պահեին, ուղարկավորեցին, հաջորդ օրը ճանապարհը բացվեց, ու հետո այդ պայթյունն էր, այսինքն նույնիսկ այն ժամանակ, որ ասում էին, որ դուրս են գալիս արդեն Արցախից, որ արդեն հայաթափվում ենք, դուրս պիտի գանք մեր հայրենիքից, մեր տունը Ֆիզմատի մոտ սեփական տունն էր, Թևոսյան 10, ու հիշում եմ, որ կանգնած նայում ենք դեպի Շուշիի ճանապարհը, ու ես ու հայրիկս նայում ենք, պապաս ասում էր, խեղճ ես մարդիկ պետքա նորից հետ դառնան, այսինքն մենք մտածում ենք, որ ինչ որ մի բան են ասելու, ինչ որ մի որոշում կկայացվի, որ
պետքա մնանք ամեն դեպքում ու մտածում ենք ինչ որ ոչ թե պանիկա, այլ մարդիկ գյուղերից գալիս են արդեն տեղ չունեին մնալու, մենք գոնե մեր տներում ենք այդ ժամանակ ու չէինք շտապում դուրս գալ ընդհանրապես։ Երևի արցախցիների մեջքը կոտրեց պայթյունը վերջնական իմ կարծիքով, որովհետև նույնիսկ այդ դժվար պայմաններում այդ ամեն ինչը տեսնելով եղբայրական գերեզմանոցից դուրս չէին գալիս, որովհետև ուղղակի իրար հետևից դու մի 10 տեղա ու դու ամենտեղ մոտենում ես, որովհետև ամենտեղ ունես կամ ընկեր կամ բարեկամ։ Շրջափակման ընթացքում անցել էինք առաջի բուժօգնության դասեր, ասում էի գոնե իզուր չստացվի, էլի որ մենք այդ ամեն ինչը համեմատաբար ինչ որ մի ձև պատրաստ էինք ու տնից ինչ որ կարողանում էինք գտնել այդ պանտենոլը, որ արվածքների համար է, չէինք պատկերացնում ինչ վիճակի, ինչ աստիճանի բարդ է այդ ամեն ինչը լինելու։ Հիշում եմ, որ գնացել էի հիվանդանոցի բակ, արդեն այդ քաոսային վիճակը, մարդիկ լացում էին, գոռում էին, ինչ որ շատ դաժան ֆիլմի կադրեր էին ու անընդհատ ինչ որ մեկը փորձում էր գտնել իր բարեկամին, ոչ մեկ չգիտեն ով որտեղ է ու ինձ որ տեսնում են օրինակ ծանոթներ մոտենում են վախեցած ով է ձերոնցից, որովհետև եթե այնտեղ ես մտածում են, որ հաստատ ինչ-որ բարեկամ, ինչ-որ եղբայրը տա կամ ինչ-որ մեկն է այնտեղ, ու ես ասում եի, չէ, մերոնք չեն, բայց արդյոք մերոնք չեն։ Հետո պարզվեց, որ մերոնք էլ կան, էլի մեր գյուղից երկու հոյակապ երեխա, զինվորներ, եղբայրներս, ովքեր որ շրջափակումից փրկվել են, ովքեր որ պատերազմի ընթացքում ընտանիքներ են օգնել տեղահանել գյուղերից, ցավոք սրտի պայթյունը չհաղթահարեցին ու այնտեղ մահացան, Ռոմանն ու Արսենը, ովքեր որ ծնվել են միտեղ, ովքեր որ դպրոց են գնացել միասին, բանակ են գնացել միասին ու ցավոք սրտի մահացել են միասին։ Ուղարկավորումը արդեն Հայաստանում էր, Եռաբլուրում հոկտեմբերի 6-ին իմ ծննդյան օրը, առաջի ծնունդս է, երբ որ ես էի ծաղիկ տանում ու ծաղիկ եմ տանում ոչ թե ուղղակի գոնե հիվանդանոց, այլ ծաղիկ եմ տանում Եռաբլուր։ Թումանյանցը երևի բոլորի մոտ տենց հայտնի է Արցախում, որտեղ մինչև վերջի օրին Կրիստինան մի բան էր գտնում պատրաստելու ու այդ օրերին մարդիկ ծնունդ էին բերում Թումանյանց թողնում, ովքեր որ արդեն հեռանում էին Արցախից, մի քիչ զետ, մի քիչ գրեչկա, չգիտեմ, ամեն ինչ որ իրենց տներում կար քիչ-քիչ ու մի բան պատրաստում էր ու տանում ենք հիվանդանոցներ այն մարդկանց համար, ովքեր որ իրենց հարազատների մոտ են ու կամ ուրիշ տեղերից են, այսինքն Ստեփանակերտից չեն, որ տուն գնան մի բան ուտեն գան, ու փորձում ենք այդպես ցուցակագրել ում ինչա պետք շորերից, ինչ որ ուտելից կամ դեղ ավազակների նման դեղատներն ենք ջարդում մտնում, այն հույսով որ կգտնենք հենց այրվածքների համար այդ պանտենոլից, մինչև հիմա որ տեսնում եմ դեղատներում ու սենց շատ եմ տեսնում, ասում եմ ինչքան ունենք մենք դրա կարիքը, որ գոնե մի քիչ այդ ցավերը թեթևանար։ Մեզ հաճախ խնդրում էին կամավորներին, որ օրինակ մարդ կար, որ փաթաթված էր ամբողջ մարմինը ու մի քիչ ջուր էր պետք ժամանակ առ ժամանակ իրեն տալ ու դու պետքա ուշադիր աչքերին նայես, այսինքն այդ վիճակում մարդուն պետքա առանց գլուխը մի կողմ տանելու ուշադիր աչքերին նայել, երբ որ ինքը աչքերը թարթում էր ու երկար էր պահում, այսինքն ջուր կտաս, այդ անշանակում։ Անհույս վիճակ էի տեսնում, որ ավելի էր ցավացնում, ցավ ես տեսնում, որ ոչ մի ձև չես կարող օգնել այդ մարդկանց, ու անընդհատ սպասում ենք արդյոք այդ օդային ճանապարհը կբացեն, որ այս մարդկանց իրոք տանեն։ Վերակենդանացման բաժին 5 րոպեով եմ մտել, այդ տեսարանն եմ հիշում, որ սև մոխրոտ մի տղա ասում է մամ, այսինքն տեսել էր մամային ու ճանաչել։ Այնտեղ արդեն ասում էին, որ մոտեցեք ուղղակի ձեր որդու հետ հաջող արեք, որովհետև չգիտեմ 75%-ից ավել վարված է ու հաստատ ինքը չի փրկվի։ Փորձում եմ հասկանալ այն մարդկանց, ովքեր որ մեզ չեն հասկանում։
Հասկանալով, որ երևի դրա միջով պետք է անցնենք, բայց չցանկանալով, որ դրա միջով անցնենք, երազելով, որ մեզ կհասկանան, բայց մի պահ ուղղակի մեր աչքերով այդ ամեն ինչը տեսնել, բայց չզգալ ու նորից չապրել, որովհետև նման բան ոչ մեկին չես կարող կյանքում ցանկանալ։ Ժողովուրդ, ուզում ես գոռաս, եկեք նույնը չկրկնենք, եկեք այնպես անենք, որ այլևս հայրենիք չկորցնենք, եկեք այնպես անենք, որ չհասկանաք դա ինչ է։ Շատ եմ կարոտում հենց Ստեփանակերտը Անդրևից հետո, որովհետև ավելի լավ էր փոխանցում Ստեփանակերտի մաքրությունը, Ստեփանակերտի փոքրիկ, բայց նույնիսկ ցուրտ եղանակներին տաքուկ լինելը այդ քաղաքի ու ավելի շատ իհարկե կարոտում եմ մեր տունը, որովհետև այդ տունը, որ կառուցել էին պապիկը, որտեղ որ ես իրանց հետ շատ լավ ժամանակ եմ անցկացրել, որտեղ որ ես իրենց հրաժեշտ եմ տվել այդ տանը, որտեղ որ հենց այդ հույսերն են ու վախենում եմ, որ կարող է մի ժամանակ, մի պահ գա, որ ես ինչ-որ մի բան մոռանամ ու հաճախ ամեն ինչ գրում եմ։ Ես ոչ ուզում եմ ադապտացվեմ, ոչ ինտեգրվեմ, ոչ վերապատրաստվեմ, անընդհատ այդ եմ ասում։ Մեր արժեքները ես շատ եմ գնահատում ու իմ համար շատ կարևոր է այդ ամեն ինչը մաքսիմալ պահել ու փոխանցել։ Հայաստանից դուրս ես արդեն պետք է մոռանամ Արցախի մասին, ինչքան շատ գնանք Հայաստանից, մեր հայրենիքից, այնքան կարծես այդ ճանապարհը Արցախ վերադառնալու մենք մեր ձեռքերով փակում ենք։ Ոչ հնարավորինս պետք է մնալ այստեղ, հնարավորինս պետք է պահանջատեր լինել, աշխատանք գտնել, աշխատել, ինչու ոչ, շատ բաներ սովորել նոր, որովհետև հաստատ այդ ամեն ինչը պետք է լինելու Արցախում։ Հաստատ պետք է լինելու, որովհետև մենք պետք է ստեղծենք ամեն ինչ զրոյից, իսկ եթե մենք արդեն պատրաստ գնանք, ավելի հեշտ է լինելու։